Ապրիլի 4-ին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ուղեկցության բարձրաստիճան հոգևորականների եւ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի այցելեց Մուրացան կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ եւ տեսակցեց վիրավոր զինվորներին։ Զինվորների վնասվածքները տարբեր են։ Վերջույթների կրծքավանդակի, որովայնի, հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց զինվորների վիճակը, այն գնահատելով կայուն դրական դինամիկայով։ Վեհափառ Հայրապետը զրուցեց զինվորների հետ, հպարտություն հայտնելով նրանց ոգու տոկունության համար։ Հայոց հովապետն իր օրհնությունը բաշխելով զինվորներին բարի ապաքինում մաղթեց յուրաքանչյուրին, որպեսզի շուտով վերադառնան կյանքի բնականon ընթացքին, ուրախություն պարգևելով իրենց ծնողներին եւ ողջ հայ ժողովրդին։ Վեհափառ Հայրապետը զինվորներին նաև աղոթագրքեր ու խաչեր նվիրեց։ Նորին սրբությունը գոհունակության խոսք հայտնեց նաև հոսպիտալի բուժանձնակազմին, այսօրերին ցուցաբերվող անխոնջ ծառայության եւ նվիրումի համար։ Մեր Վեհափառ Տիրոջ դերը եւ նշանակությունը մեր մարտական ոգու բարձրացման, պահպանման մեջ անգնահատելի է եւ դուք ինքներդ տեսաք մեր զինծառայողների անկախ նրանից որ իրենց վիճակը բավականին, ծանր է, վիրավորված են իրանք, անկողնայի վիճակում են գտնվում, բայց այնուամենայնիվ իրենց մարտական ոգին դուք ինքներդ ձեր աչքով տեսաք, որ բավականին բարձր է եւ Վեհափառ Տիրոջ այցելությունը ինչքան մեծ նշանակություն ունի։ Նշան Աբասյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։